Որպեսզի այսօրվա խոսքը հիշարժան լինի, ես որոշեցի այսօր մի քիչ ֆուտբոլային խոսամ։ Ես ինքս ժամանակին ֆուտբոլով զբաղվել եմ, ֆուտբոլ խաղացել եմ ու հետաքրքիր հիշողություններ եկեք ինձ, որոնց մասին երևի որոշ բաներ կասեմ, բայց այսօր ուզում եմ խոսալ ամենամեծ խաղի մասին։ Իրականում ֆուտբոլը համարվում է աշխարհի ամենահայտնի խաղերից մեկը։ Եվ միայն այս առաջնությունը, որ այսօր մենք հավաքվել ենք, վերջում դիտելու ենք, մոտավորապես հեռուստատեսությամբ միայն 1.8 միլիարդ մարդ պետքա դիտի։ Այդքան կարողանում է այն մարդ հավաքել։ Բայց բոլոր խաղերից եւ բոլոր այդ իրադարձություններից ավելի մեծ մի խաղ կա, որի մեջ մենք հրավիրված ենք խաղալու եւ մասնակից լինելու, եւ դա ֆուտբոլը չէ, դա Աստծո թագավորության մեջ աստվածպաշտությամբ ապրելն է։ Եվ հուսով եմ, որ այս վերնագիրը կմնա երկար քո հիշողության մեջ, the greatest game, ամենամեծ խաղը, որը իրականում կյանքեր է փոխում։ Գիտեք, ֆուտբոլը շատ զարմանալի բան է։ Ցանկացած երկիր կարող ես գնալ, լեզուն չիմանալ, մշակույթը չիմանալ, մարդկանց չհասկանալ, բայց եթե գնդակ վերցնես ու սկսես խաղալ, անպայման ահագին մարդիկ կհավաքվեն, հետդ կսկսեն խաղալ։ Ու մի տեսակ էս մի փոքր գնդակը կարող է մարդկանց միաբանել, մարդկանց բերել իրար եւ ընդհանուր մի բան գտնեն։ Եվ ֆուտբոլը իրականում նրանով է զորավոր, որ կարողացել է տարբեր ազգեր, տարբեր սահմաններ կտրել մարդկանց, հավաքել իրար գլուխ եւ աշխարհով յուրաքանչյուր պետության մեջ երևի մարդիկ խոսում են ֆուտբոլի լեզվով։ Աստծո թագավորությունը դրանով ավելի հետ չի եւ ընդհակառակը։ Շատ բաներ կարծես նման է ֆուտբոլի մեջ Աստծո թագավորությանը եւ այսօր ուզում եմ խոսալ ամենամեծ խաղի մասին, որ Պողոս առաքյալը դրա մասին ասում է, առաջի Տիմոթեոս 4:8-ի մեջ ասում է մարմնի մարզությունը քիչ բանի օգտակար։ Ես ինքս խորհուրդ եմ տալիս բոլորիդ ինչքան հնարավոր է մարզվեք, մանավանդ ինչքան մեր տարիքը բարձրանում է, մենք ավելի մարզվելու կարիք ունենք։ Եվ ասում այն օգտակար է քիչ բանի համար, բայց աստվածպաշտությունը օգտակար է ամեն ինչի համար, որովհետև աստվածպաշտությունը այն ունի թե ներկա կյանքի ավետիսը կամ օգտակար է թե ներկա կյանքին եւ թե հանդերձյալ կյանքի համար։ Ֆուտբոլը եւ մնացած խաղերը լավ են, ժամանակավոր մեզ բուստ են տալիս տրամադրության, ֆիզիկապես վազում ենք, օգտակար ենք դառնում, բայց աստվածպաշտությունը, Պողոս առաքյալն ասում է, օգտակար է ամեն ժամանակ, ամեն բանի եւ ոչ միայն ներկա կյանքի ժամանակավորապես օգուտ է տալիս, այլ հավիտենական կյանքի մեջ օգուտ է տալիս։ Աստվածպաշտությունը օգտակար է բոլոր բաների համար։ Եվ ուզում եմ այսօր աստվածպաշտությունը համեմատել ֆուտբոլի հետ։ Որովհետև ծնունդով քրիստոնյա լինելով, գիտենք, որ մեր ժողովրդի մեջ ում որ ասենք քրիստոնեության մասին, բոլորը համաձայն են, որ մենք քրիստոնյա ենք։ Ֆուտբոլն ունի իր յուրահատուկ կանոնները եւ օրենքները։ Միայն շոր ունենալը, ֆուտբոլի դաշտում հայտնվելը, գնդակին խփելը կամ կարողանալ խփելը դեռ ֆուտբոլիստ չի դարձնում։ Մենք կարող ենք ասել, որ ֆուտբոլ ենք խաղում, բայց իրականում ֆուտբոլը ունի իր հատուկ կանոնները եւ օրենքները։ Նույնպես աստվածպաշտությունը ունի իրեն հատուկ սկզբունքներ եւ օրենքներ, որով միայն աստվածաշունչ ունենալը, մի քանի համար ունենալը, մեկ եկեղեցի գալը մեզ աստվածապաշտ չի դարձնում։ Պողոս առաքյալը մեկ այլ տեղ առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 24-25 համարների մեջ ասում է. «Չգիտեք, որ մրցավազքում բոլորը վազում են, բայց միայն մեկն է ստանում մրցանակը։ Այնպես վազենք, որպեսզի ստանանք այն»։ Այսինքն, երբ որ վազքը սկսվում է, լիքը մարդիկ կարող են ընկնել վազքուղու մեջ եւ վազել, եւ առաքյալն ասում է շատերը վազում են, բայց մրցանակին հասնում են նրանք, ովքեր վազում են կանոնի համեմատ եւ վազում են օրենքների համեմատ, նրանք ստանում են մրցանակը։ Եվ այսօր հուսով եմ, որ այս համեմատականները մեզ օգնելու է հասկանալ, որ միայն վազելը, միայն որոշակի տենց հավատքի քայլեր անելը դեռևս մեզ չի դարձնում աստվածապաշտ։ Գուցե հավատացյալ դարձնի։ Սուրբ Գիրքն ասում է, անգամ չար ոգիները հավատում են Աստծուն եւ վախենում են Աստծուց։
Բայց մենք կանչված չենք միայն հավատացյալ լինելու, մենք կանչված ենք աստվածպաշտությամբ մարզվելու եւ ապրելու։ 12 կետ եմ առանձնացրել, որ ֆուտբոլի մեջ կա եւ աստվածպաշտության մեջ կա։ Առաջինը յուրաքանչյուր մեծ ֆուտբոլային ակումբ ունի սեփականատեր։ Ամեն ֆուտբոլային ակումբ ունի սեփականատեր։ Սովորաբար ակումբի տերերը դրանք հարուստ մարդիկ են։ Շատ հարուստ մարդիկ են։ Մարդիկ են, որոնք միջազգային ճանաչում ունեն, մեծ փողեր ունեն, հարցեր լուծող են, շատ գործեր կարող են անել։ Ասո եկեղեցին ունի սեփականատեր։ Եվ դա հովիվը չէ, եւ դա մարդիկ չեն, դա մարդկանց մի խումբ չէ։ Սուրբ Գիրքն ասում է, որ եկեղեցին պատկանում է Աստծուն։ Ամեն։ Ամեն մի սեփականատեր իր թիմի համար ունի տեսիլք, նպատակ, ինչի համար է նա այդ թիմը գնել։ Ամեն սեփականատերը, երբ որ գնում է այդ ակումբը, նա ապահովում է այդ թիմի համար առաջի հերթին տեսիլք, նպատակներ է սահմանում, ռեսուրսներ է տալում, կատարում է մեծ ներդրումներ, պաշտպանում է ակումբի ապագան, որ ուրիշ ակումբներից կարողանա առաջ անցնել եւ կատարել իր գործը։ Եկեղեցին ինչ որ առումով մեզ հիշեցնում է, այո, այդ մեծ խաղին, որի սեփականատերը Աստված ինքն է։ Գործք առաքելոց 20:28-ի մեջ գրված է. զգույշ եղեք ինքներդ ձեզ եւ ամբողջ հոտին, սա հովիվների համար է գրված, ինձ համար է գրված, բոլոր առաջնորդների համար է գրված։ Զգույշ եղեք Աստծո հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացու է դրել, հոգ տանելու Աստծո եկեղեցու մասին, որ նա ձեռք է բերել իր արյունով։ Աստծո եկեղեցին, որ ամենաթանկարժեք ակումբն է ու կարևորն Աստծո համար, ձեռք չի բերվել մեծ փողերով, այլ ձեռք է բերվել Քրիստոսի պատվական արյունով։ Ես եւ դու լինելով այս մեծ ակումբի, այս մեծ մարմնի մի մասնիկը, մենք միշտ պիտի հիշենք, որ մենք չենք որոշել մեկ օր գանք եկեղեցի, մեզ համար ակումբի Տերը գինը վճարել, եւ այդ գինը ոչ թե ֆինանսական, մեկ այլ տեղ ասում է դուք ոչ թե ձեր հայրերից ժառանգած, անուղիղ ճանապարհներով ժառանգած ոսկով կամ արծաթով եք փրկված, այլ Քրիստոսի թանկ արյունով։ Ամեն։ Մատթեոս 4:16-18-ի մեջ Հիսուսը խոստացել է. ես կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի։ Նա չի ասել դուք կառուցեք ձեր եկեղեցին։ Որպես հովիվ ես միշտ պիտի հիշեմ, որ Հիսուսն է կառուցում իր եկեղեցին, ինձ ուղակի կանչել է մասնակից լինելու իր գործին։ Յուրաքանչյուրս, որ որևէ ծառայության մեջ ենք կամ եկեղեցու անդամ ենք, մենք պիտի հիշենք, որ մենք նրա շինարարության մասն ենք կազմում։ Նա կառուցում է իր եկեղեցին, ես եւ դու հրավիրված ենք մասնակիցը լինելու։ Նա չի ասել դուք կառուցեք ձեր եկեղեցին, դուք կառուցեք ձեր ծառայությունը, ասել է ես իմ եկեղեցին կշինեմ եւ դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Իսկ մենք Աստծո գործի մեջ նրան գործակիցներ ենք։ Առաջի Կորինթացիս 3:9-ի մեջ ասում է մենք Աստծո գործակիցներն ենք։ Դուք Աստծո արտն եք կամ Աստծո մշակությունն եք եւ Աստծո շինարարությունը, Աստծո կառույցը։ Մեզնից ոչ մեկը Աստծո տան մեջ սեփականատեր չէ, մենք համագործակցողներ ենք, մենք մասնակիցներ ենք Աստծո գործի, որի համար մենք պիտի զգանք, որ մենք պատիվ ունենք։ Ինչպես անցյալ Կիրակի օրը ասեցի, Պողոս առաքյալն ասում է, այս պաշտոնը Աստծուն ծառայելու, Աստծո ողորմությամբ ենք ստացել։ Յուրաքանչյուր ֆուտբոլային թիմ ունի կապիտան։ Սովորաբար կապիտանը թիմի լավագույն խաղացողներից մեկն է կամ ամենալավագույնն է։ Մեկը, որին բոլորը նայում են, մեկը, որին բոլորը հավանում են, մեկը, որին բոլորը լսում են եւ բոլորով տարված են։ Հիսուսը մեր թիմի ավագն է։ Որովհետև թիմի ավագը սովորաբար հերու մեկը չէ։ Ակումբի տերը ինչ որ առումով կարող է չերևալ դաշտում, բայց թիմի ավագը միշտ դաշտի մեջ է։ Թիմի ավագը խաղի մասնակիցների հետ շատ մտերիմ շփման մեջ է եւ ինքը առաջի օրինակն է։ Յուրաքանչյուր թիմի ավագ լավագույն ֆուտբոլն է ցուցադրում։ Եվ Հիսուսն ինչ արեց, ինքը եկավ մեր դաշտ։ Ինքը մտավ մարդկային ֆուտբոլի դաշտի մեջ, ինքը հերվից հրահանգներ չտվեց, ինքը մտավ եւ մեզ համար օրինակ թողեց։ Կողոսացիս 1:18-ն ասում է նա մարմնի, այսինքն եկեղեցու գլուխն է։ Նա է սկիզբը, մեռելներից առաջնեկը, որպեսզի ամեն ինչում նա գերազանց լինի։ Հիսուս Քրիստոսը ամեն ինչով գերազանց է եւ մենք որպես եկեղեցի հետևում ենք մեր թիմի ավագի շարժումներին։
նա է խաղը կազմակերպողը, նա է մեզ տեսիլք տվողը, նա է մեզ առաջնորդողը։ Եվ իսկական ավագը խաղի մեջ է, իսկական ավագը բոլոր գործողությունների կենտրոնում է։ Նա եկավ աշխարհ եւ ծառայեց մարդկանց եւ մեզ համար Պետրոս Առաքյալն ասում է օրինակ թողեց ոտնահետքեր, որով մենք պիտի հետևենք իրեն։ Փիլիպպեցիս 2:5-10-ի մեջ Պողոս Առաքյալն ասում է ձեզանից յուրաքանչյուրը թող մտածի այն ինչ կա Քրիստոսի մեջ, որ Աստծո կերպարանքն ուներ, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարել, այլ իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման դառավ, եկավ մարդկանց աշխարհ, մարդկանց դաշտ, իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդ լինելով մինչև մահ, այն էլ մահով խաչի վրա։ Դրա համար Աստված նրան առավել բարձրացրեց ու նրան մի անուն տվեց, որ բոլոր անուններից վեր է, եւ Հիսուս անունը բոլոր անուններից վեր է, որովհետև նա իջավ, հասավ մեզ համար օրինակ դարձավ եւ Աստծո հավանությանը արժանացավ։ Շատերը համաձայն են եւ ուզում են, որ Հիսուսը իրանց կյանքում լինի փրկիչ, բայց ոչ Տեր։ Հիսուս ջան ինձ պաշտպանի, Հիսուս ջան ինձ փրկի, բայց ավագը թիմի առաջնորդը ոչ միայն փրկող է, այլ նաև առաջատար է, այլ նաև ասողն է, այլ նաև սովորացնողն է, եւ մենք եթե ճշմարիտ աստվածպաշտությամբ ենք ուզում ապրել, ոչ միայն պիտի ուզենք, որ Հիսուսը մեր փրկիչը լինի, այլ նաև մեր Տերը լինի։ Ամեն, որովհետև նրա անունը հենց դա է, օծյալ Տեր, փրկող, որը օծված է փրկելու համար։ Երրորդ բանը ֆուտբոլի մեջ որ կա ու շատ կարևոր է, դա թիմի մարզիչն է։ Չկա թիմ, եթե չկա մարզիչ։ Ամեն թիմ քոչ ունի։ Քոչին սովորաբար դաշտում չենք տեսնում, բայց նրա գործը տեսնում ենք։ Քոչը սովորաբար մարդկանց աչքերից հեռու է, երբեմն էկրանների վրա տեսնում ենք, բայց նրա գործն ենք տեսնում։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Սուրբ Հոգուն մենք չենք տեսնում քամու նման, նրա գործը տեսնում ենք, բայց իրեն չենք տեսնում։ Բայց Սուրբ Հոգին է ամեն Աստված պաշտի սովորեցնում Աստծո խոսքը, բացահայտում Աստծո խոսքը, առաջնորդում, ուղղորդում, սովորացնում ինչ անել։ Ամեն։ Մարզիչը տեսնում է այնպիսի բաներ, որոնք խաղացողները միշտ չէ որ կարող են տեսնել։ Մարզիչը մարզում է խաղացողներին, զարգացնում նրանց կարողությունները, ուղղում սխալները, տալիս ռազմավարություն։ Տեսել եք, չէ՞, բրեյքների ժամանակ, երբ որ ընդմիջումը խաղը տանուլ են տալիս, մարզիչը մի քանի բան ասում, հետո տեսնում ես 5 րոպե հետո գնացին գոլ խփեցին։ Սուրբ Հոգին Աստծո մեծագույն պարգևն է մեզ, որ խոստացված է, երբ որ նա գա, մեզ կսովորեցնի, մեզ կհանդիմանի, մեզ կառաջնորդի եւ կուղղորդի։ Ամեն։ Հովհաննես 14:26-ի մեջ գրված է, երբ որ Մխիթարիչը Սուրբ Հոգին գա, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ կսովորեցնի, ամեն ինչ կհիշեցնի, ինչ որ ես ասել եմ, նաև կխրատի, կհանդիմանի, արդարության մեջ կառաջնորդի մեզ։ Ուրեմն որպես աստվածպաշտության թիմ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ։ Եվ ինչպես ամեն ֆուտբոլային թիմ ունի քոչ եւ քոչից շատ բան է կախված, մեր կյանքը Սուրբ Հոգուց շատ կախված է։ Եվ մենք պիտի սովորենք, որ Սուրբ Հոգուն հետևելը, Սուրբ Հոգուն լսելը շատ կարևոր բան է։ Դե մենք կարող ենք մտնել ու խաղալ այնպես ոնց հարմար է։ Բայց ամեն ճիշտ մարզիկը անգամ խաղի դաշտում ինքը ինչ որ ականջի ծայրով կամ աչքի ծայրով իր քոչի հրահանգներին է նայում, որովհետև քոչը միշտ տեսնում է մի բաներ, որ խաղացողները չեն տեսնում։ Եվ Երանի ինձ ու քեզ, որ կարողանում ենք լսել ինչ է ասում Սուրբ Հոգին։ Որովհետև Սուրբ Հոգին մեր ամեն դժվարության մեջ, ամեն նեղության մեջ ասելիք ունի, որ նա կարող է հուշել եւ մենք կարող ենք հաջողություն ստանալ։ Եվ նրանից եկած մի բառը մեկ անգամ չէ որ փոխել է իմ կյանքը։ Իրավիճակներ, որ թվացել է անելանելի, երբ որ Սուրբ Հոգին մի բառ ասե, ես հասկացել եմ, որ վերջ, ես բանալին ունեմ, ես դուրս եմ գալու այս վիճակից։ Հաջորդ 4-րդ բանը, որ ֆուտբոլի մեջ կա եւ մեր ամենամեծ խաղի մեջ, աստվածպաշտության մեջ շատ կարեւոր է, դա օրենսգիրքն է, օրենքների կանոնակարգը։ Ֆուտբոլը ունի 17 հիմնական կանոններ,
որոնք կոչվում են խաղի օրենքներ։ Ամեն ֆուտբոլ գրած 17 կանոններ ունի։ Մարդիկ կանոններ չեն սիրում։ Նորից ասեցի, մեզնից յուրաքանչյուրը կարող է մարզաշապիկ հագնել, գնդակ վերցնել, դուրս գալ փողոց ու վազել ու հայտարարել, որ ես ֆուտբոլիստ եմ, բայց իրականում 17 կանոններ կան, որոնք սահմանում են ֆուտբոլը։ Դրանք դաշտի մասին են, դրանք կանոնների մասին են, ինչ է կարելի, ինչ չի կարելի, եւ դրանք օգնում են, որպեսզի ֆուտբոլը մնա ֆուտբոլ։ Ամեն անգամ, երբ որ որևէ մեկը, որևէ թիմ համաձայնվում է, որ այդ կանոնները հարմար չեն ու լավ չեն, ինքը դադարում է ֆուտբոլ խաղալուց, ինչքան էլ որ հավատա, թե ինքը ֆուտբոլ է խաղում։ Աստվածպաշտության խաղը, որի մեջ մենք հրավիրված ենք, ունի կանոնագիրք։ Ֆուտբոլն ունի 17 կանոններ, Աստվածաշունչն ունի 66 գիրք, որոնք մեզ սովորեցնում են խաղի ճիշտ կանոնները, Աստվածպաշտության սահմանները, Աստվածպաշտության կերպարը կերտում է այս գիրքը։ Եվ մենք չենք կարող ուղղակի որոշել, որ այսպես եմ ուզում, մեզ տենց է հարմար, թեպետ այսօրվա շատ հավատացյալներ մտածում են, որ ես տենց եմ ուզում։ Չէ, պատկերացրեք մեկը, ու շատ ժամանակ երեխաների մեջ տեսնում ենք, երեխան գնդակը վերցնում, ասում ես, տղա ջան, տեսնում ես այդ գոլը, այդ երկու բաների սյուների արանքը խփի, ասում ես տենց չեմ ուզում, ես ստեղ եմ ուզում խփեմ։ Ես այդ ֆուտբոլը չեմ սիրում, ես այս ֆուտբոլն եմ սիրում։ Okay։ Բայց դու ֆուտբոլ չես խաղում։ Դու կարող ես Աստծո խոսքին չհամաձայնվել, բայց եթե դու Աստծո խոսքին չես համաձայնվում, դու Աստվածպաշտությամբ չես ապրում։ Դու կարող ես ասել, բայց գնդակ ունեմ, okay։ Մեսսիի շորն եմ հագել, կամ մյուսի շորն եմ հագել։ Քանի դեռ չես պահում նրա կանոնները, դու ուրիշ բան ես խաղում։ Երկրորդ Տիմոթեոս 3:16-ի մեջ ասում է, Աստծո ամբողջ գիրքը ներշնչված է Աստծուց եւ օգտակար է ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ դաստիարակելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի։ Ինչի համար է այս գիրքը, որ մեզ ուսուցանի, որ մեզ հանդիմանի, որ մեզ ուղղի եւ արդարության մեջ դաստիարակի, որպեսզի Աստծո մարդը, որպեսզի Աստծո խաղացողը կատարյալ լինի։ Ամեն։ Աստված մեզ չի տվել իր խոսքը մեր ազատությունը սահմանափակելու համար։ Այս պատմությունը շատ անգամներ են պատմել, երբ որ ավելի երիտասարդ էի, 13-14 տարեկան, անընդհատ ինձ թվում էր, որ հավատքը, հոգևոր կյանքը ինձ բաքսի մեջ է դրել։ Այսքան չի կարելիները ինչի համար են։ Բայց հետո երբ որ մեծացա, երբ որ ավելի ճանաչեցի Աստծուն, հասկացա, որ դրանք ոչ թե արգելքներ են, այլ դրանք պաշտպանիչ սահմաններ են, որ օգնում են ինձ մնալ ճիշտ սահմանների մեջ։ Ֆուտբոլի այդ 17 կանոնները ոչ թե փչացնում են ֆուտբոլը, այլ արդյունքում այդ 17 կանոնների պատճառով է, որ ֆուտբոլը ֆուտբոլ է։ Օրինակ, ֆուտբոլի մեջ կանոններից մեկը նա է, որ ձեռքով չես կարող խաղալ, բայց հարմար է, չէ՞։ Ասենք պահեր կա, որ այնքան հեշտ է գնդակը բռնել ու գցել, տենց սպորտ էլ կա։ Ինչ որ մեկը կարող է ասել, ես տեսել եմ ձեռքով էլ են խաղում։ Այո, բայց դա ֆուտբոլ չի։ Նույն ձևով, երբ որ հավատացյալներն ասում են, բայց այնինչը այսպես արեց, ինձ չի հետաքրքրում ով ինչ արեց, ինձ հետաքրքիր է ֆուտբոլը ունի 17 կանոն, Աստծո խոսքը ունի կանոններ, որով մենք պետք է շարժվենք, որ Աստծո մարդը ինչ լինի, կատարյալ։ Ֆուտբոլի դաշտը սահմաններ ունի, քանի որ սահմանները պաշտպանում են խաղը։ Առանց սահմանների խաղացողները ամենուր կվազեն, չէ՞, պատկերացնում եք, այդ սահմանները չլիներ։ Ու խաղը կկորցնի իր նպատակը։ Աստծո պատվերանները կանչված են ոչ թե որ մեր ուրախությունը գողանան կամ մեզ սահմանափակեն, այլ դրանք մեզ պաշտպանում են եւ տանում են դեպի Աստծուն ավելի մոտիկ։ Պատկերացնում եք, մեկը ասի, ես չեմ սիրում այդ դաշտի սահմանները, այդ սպիտակ գծով որ կա։ Բայց դրանք կարևոր բաներ են։ Երբեմն խաղացողները հայտնվում են խաղից դուրս։ Վազի, խաղից դուրս ինչ ուզում ես արա, խփածդ գոլը չեն հաշվելու։ Բոլոր ծափերը, որ տվել են, իզուր է լինելու, ոնց որ ամեն անգամ լինում է, չէ՞, մեկը օֆսայդ է, excitement, ծափ են տալիս, հետո ասում են սահմանն անցել է։ Սահմանները կարևոր են։
կանոնները կարևոր են։ Հովհաննես 14:15-ի մեջ Հիսուսը շատ պարզ մի նախադասություն է ասում։ Միասին կարդանք. Եթե ինձ սիրում ես, խաղա իմ կանոններով։ Եթե ինձ սիրում ես, պիտի խաղաս իմ կանոններով։ Եթե աստվածապաշտ ես, մի սարքի քո աստվածպաշտության կանոնները, խաղա Հիսուսի կանոններով։ Հիսուսը մեր թիմի ավակն է, Աստված մեր քլաբի տերն է, նա է որոշել, առել, վճարել գինը։ Հաջորդ կարևոր հանգամանքը, հաջորդ կարևոր ֆակտորը, որ կա ֆուտբոլի մեջ, ֆուտբոլը թիմային խաղ է։ Չկա ֆուտբոլիստ, որը չի սիրում թիմային գործը։ Դու չես կարող լինել աստվածապաշտ ու ասել, որ ես ոչ մեկի կարիքը չունեմ կամ ես մենակ եմ սիրում ամեն ինչ անել։ Որտեղ ֆուտբոլի 17 օրենքներից մեկն ասում է, որ թիմում պետք է լինի 11 մարդ։ Եվ Հիսուսը ընտրել էր 12 աշակերտներ, որոնցից մեկը գնաց, մնացին 11, հետո ավելացան։ Բայց դու չես կարող լինել քրիստոնյա աստվածապաշտ եւ որոշել, որ այս խաղը մենակ ես խաղալու։ Դու չես կարող լինել աստվածապաշտ ու որոշես, որ գիտես, ես աստվածապաշտ եմ, բայց ես դաշտ չեմ մտնում, ես իմ ուզած տեղերն եմ խաղում։ Խաղա, բայց դու ֆուտբոլ չես խաղում։ Որտեղ ֆուտբոլի կանոններից մեկը նա է, այն թիմային գործ է։ Բոլորը տարբեր են, ամեն մեկի գործողությունը տարբեր է, ամեն մեկի նպատակ այդտեղ լինելու տարբեր է, կարողություններն են տարբեր, բայց բոլորն աշխատում են մեկ նպատակի ուղղությամբ, որպեսզի թիմը գոլ խփի։ Քրիստոնեական կյանքը միայնակ կյանք չէ։ Առաջի Կորինթացիս 12:27-ի մեջ Պողոս առաքյալը համեմատում է մեզ, որպես եկեղեցի Քրիստոսի մարմնի հետ, ասում է դուք Քրիստոսի մարմնի առանձին անդամներն եք եւ միասին էլ իրար անդամներ եք։ Նա օգտագործում է մարմինը ցույց տալու ինչքան տարբեր ենք եւ մեր մարմինը ունի տարբեր անդամներ։ Եվ եկեղեցում շատ ժամանակ նստած մենք մտածում ենք, այն մարդը շատ կարևոր է, այս մեր մարդը շատ կարևոր չի, այդ միկրոֆոնը բռնած մարդը կարևոր է, երկողը կարևոր է։ Ես խելոք նստած եմ այստեղ։ Պողոս առաքյալն ասում է, չէ, դուք մարմնի անդամների նման եք։ Գիտեք, այս պահին դուք ինձ լսում եք, ձեր ամենակարևոր օրգանը ձեր ականջներն ու միտքն է, ուղեղը։ Իմ դեպքում բերանն է, որ խոսում եմ։ Մարմնի ամեն անդամ չէ, որ երևում է, բայց յուրաքանչյուրը կարևոր է։ Նայած ինչ գործողության մեջ է մարմինը։ Ամեն, եւ ֆուտբոլը, սիրելիներ, թիմային է։ Մենք միշտ պիտի հիշենք, որ աստվածպաշտությունը, որի մեջ կանչված ենք, մենք Տերը մեզ չի կանչել, որ մենակ քայլենք։ Այո, ժամանակ առ ժամանակ մենք ուզում ենք մենակ լինել։ Ես հանգստանում եմ մենակության մեջ։ Բայց ես գիտեմ, ես երկար չեմ կարող մնամ մենակ։ Ես իմ կյանքը ստանում եմ, երբ որ մարմնի հետ հաղորդակցության մեջ եմ։ Եփեսացիս 4:16-ն ասում է, որ գլխից ամբողջ մարմինը միացված է ամուր կապերով, ամուր հոդերով, որպեսզի այն ամեն մեկի ներգործությամբ սկսի աճել։ Եկեղեցին չի աճում մեկ մարդու լավ խաղով։ Եկեղեցուն չի աճում քարոզիչի լավ քարոզով, կամ երկողի լավ երկով, կամ, չգիտեմ, ուտելիքներ պատրաստողի համեղ կերակուրներով։ Եկեղեցին ըստ Սուրբ գրքի աճում է, երբ որ ամեն անդամը, ասա ամեն անդամը ներգործում է իր կարողության չափով։ Թիմը հաղթում է, երբ որ բոլոր թիմը խաղում է։ Դուք պատկերացնում եք վերցրու քո ամենասիրած, ամենաուժեղ թիմը ու ամենաուժեղ խաղացողին, մնացածին հեռացրու, թող ինքը մնա մենակ։ Չի լինի այդպես ֆուտբոլ։ Ամենալավ խաղացողները հաջողության են հասնում թիմակիցների շնորհիվ, չէ՞։ Վաղը թերևս այսօր երեկոյան հայտարարելու են ով է աշխարհի ամենաշատ գոլ խփողը։ Հատուկ տիտղոս, որին մի քանի հոգի հավակնում են, բայց ոչ մի տիտղոսակիր այդ գոլերը մենակով չի խփել։ Դա ինչ որ մեկի օգնությամբ է խփել, ինչ որ մեկը իրան պաս է տվել, ինքը խփել է։ Եվ ամեն ճիշտ ֆուտբոլիստ հասկանում է, որ այդ հաղթանակը մենակ իրանը չէ։ Ուրեմն իմ ու քո հաղթանակները մենք միասին պիտի ինչ անենք, տոնենք։ Հաջորդ կարևոր բաներից մեկը այդ 17 կանոնների մեջ դաշտն է։
Ֆուտբոլ չկա, եթե դաշտ չկա։ Մարդիկ կարող են գնդակ տշել, բայց դա ֆուտբոլ չի։ Իսկական ֆուտբոլը պետք է ունենա դաշտ։ Որտեղ ենք մենք խաղում, որն է մեր խաղադաշտը։ Մենք մարզվելու համար տարբեր տեղեր կարող ենք մարզվել, բայց ի վերջո մենք մարզվում ենք խաղադաշտ դուրս գալու համար։ Աստված մեզ պատրաստվում է եւ տալիս է մեկ այլ տեղ Գործք առաքելոցի մեջ ասում է Աստված մեզ համար նախասահմանել է վայրեր եւ ժամանակներ, որ մենք ապրենք եւ փնտրենք իրան։ Աստված մեզ համար դաշտ ունի, սիրելիներ, որպես եկեղեցի, որպես աստվածապաշտ թիմ, որպես հոգևոր ֆուտբոլի թիմ, Տերը մեզ դաշտ ունի դրած։ Այդ գուցե Glendale Burbank-ն է, գուցե Highland Park-ն է, գուցե ամբողջ Լոս Անջելեսն է, գուցե աշխարհով մեկ է, բայց ամեն մի հավատացյալի համար եւ ամեն մի եկեղեցու համար Աստված ազդեցության սահմաններ ունի։ Եվ մենք պիտի հասկանանք որն է մեր դաշտը։ Որտեվ եթե չհասկանանք որն է մեր դաշտը, ուրիշի դաշտում ենք խաղալու։ Ֆուտբոլի ամենամոտ բանը նա է, որ մեկը շփոթված իրան է գոլ տալիս։ Որտեվ իր ու թշնամու դաշտը հանկարծ շեղում է։ Գիտեք, երբեմն մենք էլ ենք մեզ գոլ խփում։ Երբ որ անցնում ենք թշնամու դաշտ ու սկսում ենք բամբասել եկեղեցուց, մենք հանկարծ սկսում ենք թշնամու դաշտում խաղալ։ Երբ որ մենք սկսում ենք անել բաներ հակառակ Աստծո թագավորությանը խոսալ կամ գործողություններ, մենք չիմանալով հեշտացնում ենք թշնամու խաղը։ Հա, կա տենց բան, հայտնվում ենք, չէ, երբեմն։ Շփոթված մեկը զգում ենք, որ ուրիշ ջրերի մեջ ենք ընկել։ Եկեք մնանք մեր դաշտի մեջ, եկենք խաղանք հանուն մեր դաշտի ու մեր թիմի, որի մեջ, ինչպես արդեն կարդացինք, Տերն է, որ մեզ դրել է։ Հիսուսը իր եկեղեցու համար ընդհանրական մեկ պատվեր ունի։ Մատթեոս 28:19-20 ուրեմն գնացեք ամբողջ աշխարհը եւ բոլոր ազգերին ավետարանը քարոզեք։ Ֆուտբոլն այսօր գրեթե աշխարհի ամեն երկրներում խաղացվում է։ Հիսուսը վաղուց մեզ պատվիրել է, որ մենք լինենք եկեղեցի, որի տեսիլքի մեջ Աստվածպաշտությունը հասցնել բոլոր լեզուներին եւ բոլոր ազգերին։ Դրա համար որպես եկեղեցի մենք աշխատում ենք, ծառայում ենք, աղոթում ենք, միսիոներական գործերի ենք մասնակցում, ֆինանսական օգնություններ ենք ուղարկում, ինչի որպեսի Աստվածպաշտության խաղը բոլոր ազգերին հայտնի լինի, որ դա մեր դաշտն է, աշխարհը, մեր շրջապատը, գուցե քո աշխատանքի վայրն է քո դաշտը, քո ընտանիքը կարող է լինել քո դաշտը, քո ընկերական միջավայրը կարող է լինել քո դաշտը, բայց Աստված քեզ սահմաններ է տվել, որում պետք է աշխատես։ Ամեն։ Եվս մեկ բան, մի քանի հատ է մնացել։ Ֆուտբոլի այդ 17 կետերից մեկը խոսում է համազգեստի մասին։ Դու չես կարող ցանկացած համազգեստով ֆուտբոլ խաղալ։ Նորից դու կարող ես ասես ես չեմ ուզում, բայց հատուկ կոդ կա, որը պետք է հագնես։ Եվ այսօր ով որ այսպիսի ջերզիները հագել, միանգամից հասկանում ես, որ սա soccer player-ը կամ սիրող է, չէ՞։ Հանդերձը միշտ խոսում է մարդու մասին։ Ես չեմ ուզում խոսամ հատուկ քրիստոնեական հանդերձների մասին, մի հատ նախադասություն եմ ուզում ասեմ։ Քո շորերի հավաքածուն միշտ պիտի հիշես, որ պիտի խոսա քրիստոնեական քլաբի մասին։ Դու միշտ պիտի մտածես, որ արդյոք սա ճիշտ Քրիստոսին ներկայացնել է։ Ինչ ուզում ես հագի, բայց միշտ հիշի, որ դու հագնելով մի բան ցույց ես տալիս քո քլաբը, ցույց ես տալի քո աշխարհը, ցույց ես տալիս քո թիմին։ Ամեն, բայց հագուստից ավելի մեր բնավորությունն է։ Սուրբ Գիրքը ասում է Քրիստոսին ունենանք մեր մեջ, Քրիստոսին հագնենք, որովհետև նրա բնավորությունը ողորմությամբ ալի, նրա բնավորությունը ներողամտությամբ ալի, սրբությունով էլի, եւ մենք կանչված ենք Քրիստոսին հագնենք մեր վրա, այսինքն նրա բնավորությունը, նրա էությունը թույլ տանք գա մեր կյանքի մեջ։ Որովհետև նրա բնավորությունը մեր մեջ պատմելու է մարդկանց, որ թիմից ենք մենք։ Մարդիկ կարող է երբեք Աստվածաշունչը չկարդան, բայց մեր կյանքը կարդալու են։ Ամեն։ Մարդիկ կարող Աստվածաշունչը երբեք չկարդան, ինչ որ մեկն ասել է, որոշ մարդկանց կարդացած միակ Աստվածաշունչը դու ես լինելու։ Եվ շատ մարդիկ, գիտեք, երբ որ թիմում մի հատ կոպիտ խաղացող կա, շատ ժամանակ մենք ամբողջ թիմին ասում ենք, սրանք կոպիտ խաղացողներ են։
բայց բոլորը չեն, որ կոպիտ են խաղում, բայց մեկի սխալ վարքը, մեկի սխալ խաղը վնասում է բոլորին։ Ուրեմն միշտ հիշենք, ինչ բնավորություն ենք մենք հագել, ինչ կերպարանք մենք ունենք, ինչպեսին են մարդիկ մեզ կարդում։ Հաջորդ կարևորը ֆուտբոլի մեջ 8-րդ կետը յուրաքանչյուր ֆուտբոլ է, որում կա referee, մրցավար, մարդ, որը շվվացնում է։ Հա մենք չենք սիրում շվված, դու ինձ մի ասա ես ինչ անեմ, okay? Թող ոչ մեկը ինձ չի կարա ասի ես ինչ անեմ։ Ուրեմն դու ֆուտբոլ չես խաղում։ Աստվածպաշտության մեջ Աստված դնում է մարդիկ, որոնք ու այդ մարդիկ երբեմն դեղին քարտ ունեն։ Երբեմն կարմիր քարտ ունեն։ Գիտեք, այդ քարտերը ու այդ սուլիչը խաղը փչացնելու համար չեն։ Ընդհակառակը դեղին քարտը ուզում է, որ խաղացողը մնա, նրան զգուշացնում է, որ եթե տենց անես, մի հատ էլ ես ստանալու։ Բայց Աստված բարի է, այո, բայց Աստված ունի կանոններ։ Եթե մենք խոսում ենք Աստվածպաշտության մասին, ուրեմն չի կարելիներ ու կարելիներ կա, անթույլատրելիներ ու թույլատրելիներ կա։ Մարդիկ այսօր շփոթված են ու մտածում են, որ եկեղեցում չի կարող նման բան լինել, կարող է։ Որովհետև ինչպես արդեն կարդացի Գործք առաքելոցի մեջ հատուկ հրահանգ է տրված հովիվներին 20-28-ի մեջ ասում է զգույշ եղեք ինքներդ ձեզ եւ ամբողջ հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ սուլիչ է տվել կամ վերակացու է դրել հոգ տանելու Աստծո եկեղեցու մասին, որը ձեռք է բերել իր արյունով։ Իսկ հոտին Եբրայեցիս 13:7-ի մեջ ասում է հնազանդվեք ձեր առաջնորդներին եւ պատվեք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես այդպիսիներ, որոնք հաշիվ են տալու Աստծո առաջ։ Մրցավարը պատասխանատվություն է կրում։ Նույն ձևի հովիվը կամ առաջնորդը Աստծուց ունի այդ իրավունքը երբեմն խաղը դադարեցնելու, երբեմն դեղին քարտ ցույց տալու։ Ես մի քանի հատ դեղին քարտեր ստացել եմ իմ կյանքում, օգնել են, որ ես փոխվեմ, որովհետև Սուրբ Գիրքն ասում է Աստված ում որ սիրում է, նրան խրատում է։ Մեկ այլ տեղ Պողոս առաքյալը Կորինթացիներին գրում է, որ ես ձեզ տրտմացրել էի, բայց հետո տեսնում եմ, որ ավելի լավ եք խաղում։ Գիտեք, ու մեկ այլ տեղ Սուրբ Գիրքն ասում է, ոչ մեկը հանդիմանությունը միանգամից չի սիրում։ Տեսել եք, երբ որ մրցավարը դեղին քարտա ցույց տալի, գալիս են ձեռեն ցույց տալի, քիչ են մնում աչքերը հանեն։ Բայց հետո հաջորդ կես ժամը տեսնում ես ինչ լավ են սկսում խաղալ։ Ավելի զգուշ են խաղում։ Այդ պահին դուրս չի գալիս, եւ Սուրբ Գիրքն ասում է հանդիմանությունը այդ պահին ոչ մեկին դուրս չի գալիս, բայց հետո իր պտուղը տալիս է։ Սիրելիս, ուրախացիր, երբ որ հանդիմանում ես Տիրոջից, որովհետև դու ավելի լավն ես դառնալու։ Աստծո նպատակը մեզ խաղից դուրս հանելը չի, անգամ կարմիր քարտը, այո, ժամանակավոր հանում է քեզ, որպեսզի դու քո ամբողջ պոտենցիալով, քո ամբողջ լավագույն կերպարով հետ գաս ու շարունակես այն խաղը։ Ուրեմն հնարավոր է, որ մրցավարը քեզ դեղին քարտ ցույց տա, կարմիր քարտ ցույց տա։ Երկու դեղին քարտ, երկու անգամ զգուշացում, որից հետո արդեն խաղից դուրս։ Եվ Հիսուսն ինքը սովորացնում էր, ասում էր, եթե եղբայրդ քու դեմ մեղք գործի, գնա մի անգամ հանդիմանի, երկրորդ անգամ հանդիմանի, հետո դրանից հետո, երբ որ որոշ անգամներ չի լսելու, թող ինքը քեզ համար լինի որպես հեթանոս եւ օտար։ Դուք բարի չեք։ No, մենք ուզում ենք հնազանդվել մեր ռեֆերին, մեր քոչին, հնազանդվել Աստծո կանոններին, որովհետեւ դա օգտակար է մարդկանց համար։ Երբ որ մարդը սխալի մեջ է ու դու շարունակում ես քաջալերել դա քո վերաբերմունքով, այդ մարդը երբեք չի փոխվելու։ Սուրբ գրքի մեջ տեղեր կա, որ ասում է, իհարկե այս հատվածը հենց կոնկրետ նշանակելու կամ կտրելու մասին էր եւ դա ծույլ պտտվողների մասին էր, մարդիկ ովքեր չեն ուզում աշխատեն։ Եվ ասում է նրանք ովքեր չեն լսում մեր հրահանգները, նրանց նշանակեք, բարևը մի տվեք։ Մի ընթացք, որ այդ մարդը հասկանա, որ ես պետք է փոխվեմ։ Եբրայեցիս 12:6, որովհետև Տերը խրատում է նրան, ում սիրում է, եւ խրատում է ամեն որդի, որուն որ նա ընդունում է։
Եվ որպեսզի հասկանաք, որ իմ ասածները իրապես Սուրբ գրքում կան, ուզում եմ գտնեմ այդ համարը։ Առաջի Կորինթացիս 5:13-ի մեջ, երբ որ ամբողջ Կորինթացիս թուղթը կարդաք, շատ ահավոր մեղք էր տվյալ մարդը գործել, շատ անհարիր բան էր արել, եւ 5:13-ի մեջ Պողոսն ասում է. «Վերցրեք չար մարդուն ձեր միջից, հանեք այդ չար մարդուն ձեր միջից, որովհետև մի փոքր խմորը ամբողջ զանգվածը խմորում է»։ Իրես դու չես կարող օրինակ ծխող մարդու կողքը երկար կանգնել, քո վրա այդ ծխի հոտ չգա։ Երբ որ դու բամբասողի կողքին կանգնում ես, դու հանկարծ սկսում ես բամբասել։ Երբ որ մեկը, որ եկեղեցու հանդեպ դառնությամբ ու վիրավորանքով է լցված, դու իր հետ ընկերություն ես անում, նման է, որ հոտած խնձորի կողքը մի հատ հոտած խնձոր դիր, հոտածը չի լավանում, բայց սովորաբար այն լավ խնձորը փայլուն գեղեցիկ զգում ես, որ հանկարծ կամած հոտեց։ Կա տենց բան, թե չկա։ Կա։ Դրա համար մենք չգիտենք ինչի են մարդիկ կամ խնձորները հոտում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, բայց երբ որ զգում ես, որ երևույթը հոտած է, զգուշ եղի։ Շատ մարդիկ լավ նպատակներով շարունակում են ընկերություն անել, որ բժշկեն, բայց օրենքը կյանքի ցույց է տալիս եւ Սուրբ Գիրքն էլ ասում, ձեր միջից չարիքը հանեք։ Ես ուզում եմ ընկեր լինեմ նրանց, ում հետ շփվելով իմ հավատքը, աստվածպաշտությունը, նվիրումը, սրբությունը, հարգանքը պիտի ավելի մեծանա։ Եվ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Հաջորդը, ամեն ֆուտբոլ ունի երկրպագուներ։ Մարդիկ, ովքեր գալիս են իրենց թիմին մեծարելու, պաշտպանելու։ Մեր աստվածպաշտության թիմն էլ ունի երկրպագուների մի ամբողջ բանակ։ Որովհետև խաղը ավելի հետաքրքիր է, երբ որ կան երկրպագուներ։ Պատկերացրեք, գնում ես աշխարհի խաղերին ու ստադիոնը դատարկ է։ Ինձ խաղալը չի գալիս։ Մարդու մեջ մի բան կա դրված, որ միշտ ավելի ակտիվ է, երբ որ իր վրա աչքեր կան, երբ որ իրան հավատացողներ կան, երբ որ իրան վստահողներ կան։ Իմ Էմիի մոտ մի բան եմ նկատել, 7 տարեկան է, չէ, փոքր է։ Միշտ խաղալուց մի բան անելուց ասում է. «Պապա, արի ինձ նայի»։ Ու շատ ժամանակ մտածել եմ, ինչ հետաքրքիր բան կա նայելու մեջ, չէ։ Ասենք ինքը խաղով է տարված։ Բայց ինքը ուզում է վստահ լինի, որ կարևոր մարդիկ իրան նայում են։ Դրա մեջ մի բան կա, որ մարդկային, չգիտեմ, էներգիան շատ անում է, մարդը իրան լավ ազգում, երբ որ դու հասկանում ես, որ քո արածը գնահատվում է կամ կարևոր է։ Եբրայեցիս 12:1-ը մեզ հիշեցնում է որպես աստվածապաշտ ժողովուրդ, որ մենք վկաների բազմություն ունենք։ Great cloud of witnesses, մարդիկ, ովքեր նայում են մեզ։ Ուստի քանի որ մենք շրջապատված ենք վկաների այսքան մեծ բազմությունով, եկեք մի կողմ դնենք ամեն ծանրություն, մեղքը, որ այդքան հեշտ կպչում է մեզ, ու համբերատարությամբ վազենք, նորից վազելու մասին է խոսքը, սպորտային լեզու օգտագործում, մեր առջև դրված մրցավազքը։ Ապրենք արժանանալու Աստծո հավանությանը։ Գիտեք, երկրային խաղերի մեջ, ֆուտբոլի մեջ մարդկանց կարծիքները ոգևորիչ են, բայց հետո անցնելու են։ Բոլոր թիմերը մոռացվելու են, բոլոր խաղերը մոռացվելու են։ Բայց մեր վրա հավիտենական ուշադրություն կա, Աստծո աչքերը եւ մեզնից առաջ վազողների ուշադրությունը մեր վրա է։ Եվ կյանքում շատ կարևոր է մարդկանց կարծիքից ավելի հիշենք, որ Աստծո աչքերը նայում են մեզ։ Գաղատացիս 1:10-11-ի մեջ Պողոս առաքյալն ասում է. «Ինչ եմ ես փորձում անել, եթե ես փորձում եմ մարդկանց հավանությանը արժանանալ, եթե ես ամեն ինչ անում եմ, որ մարդիկ ինձ ծափարեն, ես չեմ կարող Աստծուն հաճելի լինել»։ Չես կարող, որովհետև մարդիկ միշտ քեզ փորձելու են ավելի ներքև քաշել։ Այո, մենք պիտի ապրենք հնարավորինս մարդկանց հաճելի լինել, բայց մեր առաջնային ուշադրությունը պիտի լինի ցանկացած քայլի գնալուց, ցանկացած գործ անելուց, ոչ թե մտածենք արդյոք մարդիկ դա կսիրեն թե չէ, մենք պիտի մտածենք արդյոք դա Աստծուն դուր է գալիս թե չէ։ Արդյոք ես իմ վարքի մեջ, գործողության մեջ Աստծո անունը փառավորվում է, Աստված ուրախ է սրանով թե չէ։ Յուրաքանչյուր խաղ
ի վերջո ունի նպատակ հաղթելը։ Խաղը խաղ չի, եթե չունենա նպատակ։ Ինչի համար, վարձքի համար։ Նայեք, ինձ շատ զարմացրել է Դավիթի կյանքից մի բան։ Դավիթ թագավորը Գողիաթին սպանող է։ Հիշում եք այդ պատմությունը Աստվածաշնչից։ Մենք ասում ենք, որ լավ էր Դավիթը տիրոջը վստահեց, սպանեց Գողիաթին եւ այլը, բայց երբ որ պատմությունը ուշադիր ենք կարդում, շատ հետաքրքիր բան կա գրված։ Ասում է Դավիթը լսեց, որ թագավորը այն ժամանակվա Սավուղը ասել էր, ով որ սրան սպանի, աղջկաս նրան եմ տալու։ Ու Դավիթը հարցնում է, ինչ են տալու սրան սպանողին։ Սավուղն ասել էր, աղջկաս եմ տալու, թագավորությունից մեծ վարձք եմ տալու։ Իհարկե Դավիթը գնաց Տիրոջ անունով, Դավիթը արեց Տիրոջ համար, բայց ներսում այդ վստահությունը, որ մեծ վարձք կա սրա համար, քաջալերեց իրեն։ Մեզնից յուրաքանչյուրը, եթե անկեղծ լինենք, մենք ուզում ենք մեր արածը մի բան վճարի մեր արածի համար, չէ՞։ Մենք չենք ուզում դատարկ վազենք, եւ յուրաքանչյուր խաղ ունի մրցանակ վերջում, եւ նաեւ մեր Աստված պաշտությունը վերջում ունի հատուցում Աստծուց։ Եվ մենք միշտ պիտի հիշենք, որ մենք պարապ չենք վազում։ Այն ինչ որ մենք անում ենք Աստված պաշտության խաղի մեջ, ի վերջո այն վազելու է։ Եվ Պողոս առաքյալն ասում է 3:4-ի մեջ Փիլիպեցիներ, ես վազում եմ դեպի նպատակը։ Քրիստոս Հիսուսի մեջ Աստծո վերին կոչման մրցանակի համար, վերին կոչման մրցանակ։ Ոչ թե մարդկային մրցանակ, այլ վերին մրցանակ կա։ Եվ իր կյանքի վերջում նայեք Փիլիպեցիսում նա ասում է ես վազում եմ որ հասնեմ այդ մրցանակին, 2 Տիմոթեոս 4:7-ի մեջ նա իր կյանքի ավարտին է մոտեցած ու ասում է ես պատերազմս պատերազմեցի, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, հիմա կա եւ մնում է ինձ ինչ մրցանակ, հավիտենական, չմաշվող, չթառամող մրցանակ։ Մեր Աստվածպաշտության խաղի համար սիրելիներ կա մրցանակ, անթառամ փառքի պսակը հավիտենական։ Գիտեք, երկրի վրա մենք ինչ որ վաստակենք, երկրի վրա ինչ պսակներ անենք ի վերջո թողելու ենք։ Անցած շաբաթ մենք ընտանիքով արձակուրդ էինք եւ ես հասցրի մի գիրք կարդամ Քրքրքորյանի պատմությունը։ Շատ տպավորիչ էր։ Տեղ-տեղ հուզիչ էր։ Վերջի օրը մինչև գիշերը 3-ին կարդացի ու շատ տխրեցի, որովհետև վերջում նորից այդ հզոր մարդուն տեսնում ենք խեղճ ու մենակ ու այդ տառապանքից ավելի մեծ տառապանք է, որ մի տառապանք նա է, որ ոչինչ չունես, ուզում ես վաստակել, բայց կարծեմ ավելի մեծ տառապանք է, որ այդ ամեն ինչն արել ես ու քեզնից հզորը չկա ու վերջում մեկը չկա, որին դու ուզենաս 10 կամ արժանի լինի տալու ու չես էլ կարող հետդ տանես։ Այդ տեսարանից ես շատ տխրեցի։ Եվ ինձ միշտ ես երբ որ իմ կյանքի մասին մտածում եմ, այդ վերջի խեղճությունը ինձ ամենաանդուրն է, որ վերջում մարդիկ խեղճանում են։ Բայց Պողոս առաքյալը ինքն իր կյանքի վերջում խեղճացած չի երևում, նա ասում է ես հաղթել եմ, խաղը հաղթել եմ, որովհետև երբ որ ասում է վազեցի, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, մնում է պսակը, դրանով նա ասում է ես հաղթել եմ։ Ես գոհ եմ, ես ունեմ դա։ Վերջինը, յուրաքանչյուր խաղ ունի վերջնական սուլիչի ժամանակը։ Երբ որ խաղը մոտենում ասում ենք դե շուտ նոր այդ երբ է լինելու։ Գիտեք, մեր Աստվածպաշտության խաղը ունի վերջի սուլոց։ Ու երբեմն այն գալիս է ավելի շուտ, քան մենք կուզեինք։ Չէ՞ որ խաղացողներն ասում մի քանի րոպե, մի քիչ էլ որ ձգեին, բայց հանկարծ սուլիչը եւ ամեն մեկը կանգնում է որտեղ որ կանգնած էր ու հասկանում է որ ժամանակը պրծավ։ Հավանաբար խաղը երբ որ սկսում են հավիտենականություն ա թվում, որ այս 90 րոպեն ոնց ենք դիմանալու, բայց սուլոցից հետո մարդիկ հասկանում են, որ վայ քու պրծավ։ Ես չգիտեմ իմ վերջի սուլոցը երբ է հնչելու, բայց ժամանակը տինգ, մենք զբաղված ենք, քրտնած ենք, մենք նպատակներ ունենք դեռ հասնելու, վազելու ճանապարհ ունենք։ Բայց յուրաքանչյուր խաղի մեջ, ֆուտբոլի ամեն խաղ
ունի մրցավարի վերջին սուլիչի պահը։ Դան, էլ ոչինչ չես կարող անել, ոչինչ չես կարող հետ բերել, ինչ ուզում ես խոսա, դու արեցիր, ինչ արեցիր, ու ավել ոչինչ չես կարող անել։ Խաղն ավարտվում է, և մեկ օր մեր երկրային կյանքը նույնպես կավարտվի։ Եվ մեծագույն հարցը սա չի, ինչքան հայտնի եմ ես, լավ խաղացի, թե վատ խաղացի, ինչքան գումար եմ ստանալու։ Մարդիկ իմ անունը կիմանան, թե չեն իմանա։ Բայց իմ աղոթքն է, որ այնպես խաղանք, որ հետո չափսոսանք։ Եվ Պողոս առաքյալի պես կարողանանք, երբ որ հասկանանք կամ լսենք այդ սուլոցը, ասենք, ես իմ ընթացքս գնացի, իմ հավատքս պահեցի, պատերազմս պատերազմեցի, ինձ երկնային պսակն է մնում, և ես ուզում եմ հասնել նրան։ Եվ մեկ այլ տեղ Սուրբ Գիրքը խոսում է ընդհանուր մեծ սուլոցի մասին, այս համարը չունեմ, բայց նորից Պողոս առաքյալը հավատացյալներին հիշացնում, ասում է մի օր կա, որ հրեշտակապետի շեփորի ձայնը պիտի հնչի։ Եվ մենք, որ ողջ ենք մնացել, հանկարծ հափշտակվելու ենք Հիսուսի հետ վայրկյանի ընթացքում։ Նախ հետո մեռելներն են հարություն առնելու։ Բայց այդ վայրկյանը, այդ սուլոցը, այդ մեծ փողի ձայնը գալու է, որ ազդարարելու է, որ խաղ բրծավ։ Ես շատ հույս ունեմ, որ մենք կխաղանք այնպես, որ երկնային մրցանակին հասնենք, որ մենք կհասկանանք, որ մենք ունենք մեր ակումբի սեփականատերը, որ այս եկեղեցի ասածը, հոգևոր կյանքը մարդու հորինվածք չէ, Աստվածը իր եկեղեցու գաղափարի հեղինակը, նա այնքան սիրեց ինձ ու քեզ, որ իր կյանքը տվեց, իր որդուն ուղարկեց, որ գա եւ առաջնորդի մեր խաղը, լինի մեր կապիտանը, ցույց տա, որ այսպես է պետք անել, որովհետեւ նա գրված է մարդկային ցեղին հայտնի բոլոր իրավիճակներով անցավ ու մեղք չգործեց ու մեզ օրինակ թողեց, որ այսպես պիտի ապրեք։ Նա այնքան մեզ սիրեց, որ ասեց ձեզ մենակ չեմ թողելու, Սուրբ Հոգին կուղարկեմ, որ գա ձեզ մարզի, որ գա ձեզ վազացնի, որ ձեզ սովորեցնի ռիսկեր վերցնել, որ ձեզ սովորեցնի դժվար իրավիճակներում կողմնորոշվել, փսփսա ձեր ականջին, ուղղություն տա։ Նա անհայտ ու անհասկանալի չթողեց մեր հավատքը, նա մեզ կանոնագիրք տվեց, որ ոչ մեկը շփոթված չլինենք, որ երբ որ գլուխ չենք հանում մեր հավատքից, հետ գանք կարդանք ու ասենք, օ, այս ինչ կետի, այս ինչ համարը սենց է ասում, ուրեմն սենց ենք խաղալու։ Այնքան հեշտ է, ու այսօր այնքան մարդիկ ասում են, օ, գիտեք, հավատքը ներսի բան է, մենք պետք է ներսում որոշենք։ No, ներսի բան չի, հավատքի կանոնագիր գոյություն ունի։ Դու չես կարող, այսինքն կարող ես, նորից եմ ասում, դու կարող ես քո ուզած ֆուտբոլը խաղալ, դու կարող ես թելադրել քո կանոնները, բայց վերջում հասկանալու ես, որ դու երբեք ֆուտբոլ չես էլ խաղացել։ Դու կարող ես հավատքի քո տեսլականն ունենաս, նկարագրես ինչպիսին պիտի լինի հավատքը, բայց վերջում, երբ որ այդ վերջի սուլոցը գա, դու պիտի հասկանաս, որ դու ֆուտբոլ չէ իրել խաղում։ Դու պիտի գնահատես ու հասկանաս, որ եթե դու աստվածապաշտ ես, դու կանչված ես թիմի մեջ լինելու, որն է քո թիմը։ Դու չես կարող երկուշաբթի օրը խաղաս Արգենտինայում, երեքշաբթի օրը գնաս խաղաս Անգլիայում, չորեքշաբթի գնաս Ֆրանսիայում, կողմնորոշվի։ Որոշի, որ թիմից ես։ Բոլոր թիմերը ֆուտբոլ են խաղում։ Այնտեղ էլ են նույն ավետարանը քարոզում, ճիշտ է։ Նույն գնդակն են տշում, նույն 11 հոգով։ Նույն բանն է թվում, թե նույն բանն է։ Բայց ի վերջո Աստված քեզ դրել է քո թիմի մեջ։ Ում թիմից ես դու։ Այն ժամանակը, որի համար տվել Աստված։ Համազգեստը, մեր բնավորությունը, մեր արժեքները, կարգապահությունը, ռեֆերին, երբ որ քեզ կարգի են հրավիրում, երբ որ ասում են չէ, երբ որ ասում են stop, երբ որ ասում են համբերի, երբ որ ասում են հետ գնա, երբ որ ասում են արագ վազի, երբ որ ասում են մի խոսա, երբ որ ասում են խոսա, երբ որ սուլոցներ կա, դեղին քարտ կա,
Ինչ ես անում։ Դրանք մեզ համար են, որովհետև ում որ Աստված սիրում է, նրան խրատում է։ Երկրպագուների բազմություն ունենք, մեզնից առաջ եղած մարդիկ, երկնային բազմությունը գրված ա, որ նայում ա մեզ։ Եվ ինձ համար ազդեցիկը դա ժամանակի սուլիչն է։ Այս ամեն ինչը վերջնաժամկետ ունի։ Ասում ա, որ սատանան մեկ օր հավաքեց իր ամենաուժեղ ոգիներին, դևերին ու ասեց ոնց անենք, որ այս հավատացյալներին շեղենք։ Մեկը դուրս եկավ, ասեց ես կգնամ կասեմ, դու ինչ գիտես Աստված կա, կյանքում Աստծուն չես տեսել։ Աստծան սատանան ասեց, նո, չեն տեսել Աստծուն, բայց Աստծո գործերը տեսել են, չես կարող հաջողվել։ Այն մյուսին ասեց, ես կգնամ կասեմ, որ ինչ գիտեք, Աստծո խոսքը ճշմարիտ է, մարդն ա գրել, կարող է դա ճիշտ չի։ Ասեց չէ, բայց մարդիկ իրանց կյանքի մեջ փորձած ունեն, որ ամեն անգամ երբ որ այս խոսքի համեմատ են քայլում ճիշտ է, արդեն հաստատված է։ Եվ տարբեր փորձեցին գտնել ձևեր, ոնց կարողանան հավատացյալներին շեղել, որ դադարեն եկեղեցի գնալուց, դադարեն Աստծուն հնազանդվելուց, վերջում մեկը ճարպիկներից մեկը այդ ոգիներից ասեց, ես գիտեմ ինչ կանեմ։ Ես կգնամ հավատացյալների մոտ ու կասեմ Աստված կա եւ բարի է։ Կգնամ իրանց կասեմ, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, ինչ դուք հավատացել եք ճիշտ է։ Կգնամ ու կասեմ, որ եկեղեցին լավ է, պետք է գնալ եկեղեցի, ծառայելը ճիշտ է, Սուրբ Հոգուն հետևելը ճիշտ է, բայց ես նրանց մի բան կասեմ։ Վաղը արա։ Վաղը։ Հետո կանես։ Հիմի ջահել ես, երիտասարդ ես, մտածի կյանքիդ մասին, ապագայիդ մասին, մի քիչ հարստություն ձեռք բեր, գիտես հավատացյալ եղնելով դժվար է հարուստ լինելը, մի քիչ բաներ արա, հետո կանես, վաղը կանես։ Ասма սատանան փայլեց, ասեց, դու կհաջողվես գնա։ Որտեվ ոչ մի ուրիշ մոլորություն մեզ չի կարեցել հետ պահի, քան այն, որ հիմի հարմար չի։ Վաղը կանեմ։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է սիրելիներ, երբ որ Աստծո ձայնը լսեք, երբ որ զգաք, որ Աստված խոսում է, երբ որ զգաք, որ Աստված կանչում է, մի ասեք վաղը, այլ հնազանդվեք հիմա, որովհետև չգիտես սուլոցը երբ է լինելու։ Ուրեմն մի ասի վաղը, այսօր, եթե Տիրոջ ձայնը լսես, ասա նրան, ես քոնն եմ Տեր, ասա նրան իմ կյանքը քոնն է Տեր։ Եվ ես ուզում եմ վերջացնեմ այդ առիթը քեզ տալով։ Կապ չունի 100 տարվա հավատացյալ ես, թե այսօր հուսով եմ որոշում ես կյանքդ տալ Հիսուսին։ Բայց եթե այս խոսքերը կպան քեզ, եթե Աստված սրտիդ կպավ, մի հետաձգի, մի ասի վաղը։ Որովհետև այսօրը կա, վաղը չգիտենք։ Եկեք կանգնենք ոտքի։